Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 11 Տերը լսեց իմ աղաչանքը, Տերն ընդունում է իմ աղոթքը, Սաղմոս 6-րդ գլուխ 9-րդ խոսք։ Քո երկնավոր Հայրը պատրաստ է քեզ տալ այնպիսի բաներ, որոնց կարիքն ունես, ինչպես Քրիստոսն է ասում Մատթեոս 7-րդ գլխի 11-րդ խոսքում. Եթե դուք չար լինելով գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից։ Եվ Ղուկաս 11-րդ գլխի 13-րդ խոսքում ասում է. որքան ավելի ձեր երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից։ Երբ գալիս ես շնորհ խնդրելու, մտածիր, թե երկրավոր ծնողներն ինչ կանեին իրենց զավակի համար։ Նրանց սերը սահմանափակ է և նրանց մեջ որոշ չափով մեղավորություն ու ապականություն կա, իսկ այս խեղճ ու սահմանափակ արարածները չունեն այնպիսի խոր կարեկցանք և գթություն, ինչպիսին որ Աստված ունի։ Եվ այնուամենայնիվ, երբ երեխան գալիս է նրանց մոտ անկեղծ աղաղակով, գիտակցելով իր կարիքը և վստահությամբ լցված իր հոր հանդեպ, նրա հայրը այլևս չի կարող իր սիրտը կարծրացնել իր երեխայի հանդեպ։ Սա նույնպես վերաբերում է շատախոսությանը, որովհետև մենք չենք աղոթում նրա մեջ ողորմություն արթնացնելու համար, կարծես նա շատ աղաչանքի կարիք ունենար, խիստ լիներ և հաճույք զգար արարածին տանջանքի մեջ պահելուց։ Ոչ, նա պատրաստ է տալ դեռ նախքան մեր խնդրելը։ Նա գիտի մեր կարիքներն ու պակասությունները և պատրաստ է մեզ տալ այն ամենը, ինչի կարիքը որ ունենք։ Նա միայն ցանկանում է, որ այդ գեղեցիկ կարգը պահպանվի, որ մենք գտնվենք նրա ներկայության մեջ աղոթքի ժամին։ Երբեմն անգամ նա կանխում է մեր աղոթքները նախքան մենք կկանչենք նրան։ Եվ պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած, ես կպատասխանեմ և նրանք դեռ խոսելիս, ես կլսեմ։ Եսայի 65-րդ գլուխ 24-րդ խոսք։ Նախքան մենք ունենանք նրա մոտ գալու սրտի ճիշտ վիճակ, Տերը մեզ արդեն իսկ պատրաստում է իր օրհնությամբ։ Եվ երբ մենք խնդրում ենք իր կամքի համաձայն, նա մեզ տալիս է հենց այն, ինչ խնդրում ենք։ Սա Աստծո ողորմությունն է դեպի մեզ։ Երբ դու կանչում ես, նա պատասխանում է, և երբ դու աղաղակում ես, նա իր նախախնամությամբ ասում է. «Ինչ ես ուզում, որ տամ քեզ»։ Եվ նա տալիս է ավելին, քան մենք խնդրում ենք։ Այդպես եղավ, երբ Սողոմոնը իմաստություն խնդրեց, իսկ Աստված նրան տվեց ավելին, քան նա խնդրել էր, տալով նրան իմաստություն, հարստություն և պատիվ։